Բադն ու տրեխը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Մի օր խորամանկ Պետրը մահակն առած ընկնում է մի նապաստակի ետևից։ Նապաստակը վազում է, խորամանկ Պետրն էլ նրա ետևից։ Ամբողջ օրն այսպես հալածում է նրան, մինչև որ կախականջիկ վազորդը հասնում է վիթ գետն ու կանգ առնում, բայց առանց երկար բարակ մտածելու իրեն գցում է ջուրն ու դեռ կեսը չհասած խեղդվում։ Իսկ խորամանկ Պետրը շնչակտուր կանգ է առնում ափին և ծոծրակը քորելով մտորում. «Տես դու, ինչ երկար ճանապարհ եմ անցել, մութն ընկել է արդեն, իսկ ես այս օտար աշխարհում եմ»։ Այդպես մտածելով նա մտամոլոր քայլում է գետնի վար ու հասնում մի գյուղ։ Կանգ է առնում մի գեղեցիկ տան առաջ։ «Սրա տերն անպայման հարուստ կլինի», ասում է մտքում և դուռը ծեծում։ Դռան մեջ հայտնվում է մի կին վեր քշտած թևքերով։ «Ինչ ես ուզում, քեռի»։ «Գիշերելու տեղ եմ ուզում»։ «Լավ, եկ», հրավիրում է կինը, «կքնես մեզ մոտ»։ Խորամանկ Պետրը մտնում է։ Տանտիրուհին գնում մի աթոռ է բերում, դնում դռան առաջ, որպեսզի հյուրը նստի մինչև ամուսնու գալը։ Խորամանկ Պետրը նստում է։ Քիչ հետո եփած հավի հոտ է ընկնում քիթը։ Նա վեր է կենում տեղից, գնում նայում, թե ինչ է եփվում ներսում, և տեսնելով, որ կաթսայում մի մեծ չաղլիկ բադ է քլթքլթում, ուրախությունից սկսում է շրթունքները լիզել։ «Համա թե ճաշ կլինի դրանից», ասում է նա ոգևորված և աչքն անհամբեր գցում դուրս, թե արդյոք տանտերը չի վերադառնում արտից։ Իսկ մինչ այդ տանտիկինը, կրակի առաջ ինչ-որ գործով տարված, մտածում է. «Այս օտարականը շատ հոգնած ու քաղցած է երևում։ Էդ բադը, որ առաջը դնեմ, մի թափով ամբողջը կուտի։ Լավն է, կաթսայով մեկ վերցնեմ պահեմ։ Վաղը, որ կգնա, մարդ ու կին կնստենք մի լավ կուտենք»։ Եվ նա կրակի վրայից վերցնում է կաթսան ու թարեքին մի մեծ աման իջեցնելով շուռ է տալիս նրան։ Ծածկեց, որպեսզի տաք մնա, որոշում է մտքում խորամանկ Պետրը ու շարունակում շրթունքը լիզել։ Ինչպես թարմ ձուկ տեսած կատու։ Շատ չանցած մի սայլ է ճռնչում դռան առաջ։ Հնձվորը եզներն արձակում է ու մտնում տուն։ «Հյուր ունենք», դռանը դիմավորում է նրա կինը։ «Բարով է եկել», պատասխանում է ամուսինը։ «Շուտ արա սեղանը գցիր, գայլի պես քաղցած եմ»։ «Վայ», հոգոց է հանում կինը, «բա որ ոչ մի բան չեմ պատրաստել»։ «Ոչինչ, ինչ որ կա, բեր ուտենք»։ Տանտիկինը գնում մի կտոր չոր հաց և 3 գլուխ սոխ է բերում։ Ամուսինը, որը շատ էր քաղցած ու տեղյակ չէր, թե տանն ինչ կա, ախորժակով ուտում է չոր հացն ու սոխը։ Իսկ խորամանկ Պետրը փոքրիկ պատառիկներ է միայն գցում բերանը, հույսով, որ տանտիկինը դեռ բադ պիտի բերի։ Եվ զարմանում է, թե ինչու է նա սոխ ուտեցնելով փչացնում իրենց ախորժակը։ Բայց ահա հնձվորը ուտում վերջացնում է և դիմում կնոջը։ «Շնորհակալություն, կնիկ, էս իրիկուն էլ կշտացրիր մեզ»։ «Մենք քեզ իհարկե չկարողացանք ոնց որ պետքն է հյուրասիրել», դիմում է տանտիկինը խորամանկ Պետրին։ «Բայց դե ինչ կարող էի անել, ուշ եկար և ժամանակ չեղավ որևէ բան պատրաստելու»։ Խորամանկ Պետրը նոր գլխի է ընկնում, որ կինը բադը իրենից պահել է։ «Ոչինչ», ասում է, «ես այս ընթրիքից էլ շատ գոհ եմ»։ «Իսկ հիմա քնենք, որ առավոտյան պետք է շուտ վեր կենալ»։ Տեղից բարձրանալով, ասում է հնձվորը ու գնում դեպի ներսի սենյակը։ Տանտիրուհին հյուրի համար մի կարպետ է փռում օջախի առջև և բարի գիշեր մաղթելով, ինքն էլ գնում ամուսնու ետևից։ Խորամանկ Պետրը դրան էլ սպասում էր։ Նա անմիջապես կաթսայի միջից դուրս է բերում բադը, կեսից ավելին ուտում, մյուս կեսը թաքցնում է խուրջինի մեջ և վրայից էլ սառը ջուր խմելով կուշտ պառկում քնելու։ Առավոտյան նա բոլորից շուտ է վեր կենում։ Տեսնում է տանտիրոջ տրեխները օջախի առաջ գցած են։ Վերցնում է, կոխում է կաթսայի մեջ և նույն ամանով էլ ծածկում։
Նստում է աթոռակին, սկսում տերեխները կապկպել։ Մեկ էլ ներսից հայտնվում է տանտերը։ «Բարի լույս», ասում է նա։ «Ուր այսպես շուտ, բարեկամ»։ «Գնամ», պատասխանում է խորամանկ Պետրը։ «Երկար ճանապարհ ունեմ կտրելու։ Ես որսորդ մարդ եմ, պետք է մի բան խփեմ, որ տանեմ երեխաներիս»։ «Ինչ որսորդ ես, որ իսկի հրացան էլ չունես»։ «Ես մահակով եմ ընկնում նապաստակների ետևից»։ Գյուղացին կամաց ծիծաղում է քթի տակ։ «Իսկ ինչպես է ժողովուրդն ապրում հիմա ձեզ մոտ»։ «Լավ է ապրում։ Մենք մի քաղաք ունենք, կաթսայաքաղաք են ասում։ Քանի այդ կաթսայաքաղաքը բադ արքան է կառավարում, ոմանց համար լավ էր, ոմանց համար վատ։ Բայց այն ժամանակվանից, ինչ կաթսայաքաղաքում հայտնվեց տրեղ արքան, աղքատների ու քաղցածների համար կյանքը շատ վատացավ։ Իսկ հիմա ցտեսություն ձեզ»։ Գյուղացին չի էլ հասկանում, թե ինչ թագավորների մասին է խոսքը։ Իսկ խորամանկ Պետրը դուրս է գցում իրեն այդ տնից և թեքվելով գետափի ուռուտների մոտով կորչում։ Քիչ հետո քնից զարթնում է և տանտիրուհին։ Տեսնելով, որ հյուրը գնացել է, նա վրա է պրծնում, որ բադը մեջտեղ հանի։ Բայց կաթսայի բերանը բացում է, թե չէ, տեսնում է այն թոխլիկ բադի փոխարեն մի զույգ չոր տրեղ կա միջին ցցված։ Նա ամեն ինչ հասկանում է և անկեղծորեն պատմում իր ամուսնուն։ Սա նոր գլխի է ընկնում, թե ինչ էր ուզում ասել հյուրը կաթսայաքաղաքի ու տրեղ արքայի իր պատմությամբ։ «Քեզ տեղն է», նախատում է նա կնոջը, «մեկ էլ տունդ եկած հյուրից ուտելիք չթաքցնես»։